Ջան ու Ղուրբանով են գյումրեցիները դիմավորում Իմ հզոր համայն կուսակցության Գյումրիի քաղաքապետի տեխնացուին։ Ծուլիկիձե փողոցի բնակիչներն ուզում են, որ Ռուբեն Մխիթարյանն էլ իրենց ցավը տանի։ Այստեղի ամենամեծ ցավը այս փողոցն է, որ ասֆալտի երես չի տեսել։ Մեկ քիչ տիրություն այնով։ Հեշ բան չենք ուզել արդեն քանի տարի, ասպես էս վիճակին մարտամն չեգոր մեկը մտնի մայլին։ Գյումրիի հարյուրավոր խնդիրները լուծելու համար է ուզում քաղաքի ղեկը իր ձեռքը վերցնել Իմ հզոր համայն կուսակցության առաջին համարը։ Այդ խնդիրներն ու խնդիրները հավաքագրելուց զատ, այդ խնդիրները լուծողներ են պետք։ Ռուբեն Մխիթարյանն ու թիմակիցները Հայաստանի երկրորդ քաղաքի թիմընտրությունների քարոզարշավի երրորդ օրն է արդեն բակային հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, այսօր նաև Նորավան թաղամաս են գնացել։ Մարդկանց հետաքրքիր է սկսած իրենց բակից մինչև պետության ճակատագիր։ Ու այդ ամեն ինչի մասին մենք իրենց հետ խոսում ենք։ Խոսում ենք ոչ թե 15 րոպե ու թողնում հեռանում ենք, խոսում ենք այնքան, ինչքան ուզում են մարդիկ մեր հետ խոսել։ Որովհետև այո, այս ժամանակահատվածում մենք թե լսողի դերում ենք, թե խնդիրները հավաքագրողի դերում ենք, թե ոչ թե խոստացողի, որովհետև մենք ուղղակի ասում ենք ինչ հնարավոր է անել, եթե մենք լինենք կառավարման օղակի մեջ։ Մխիթարյանի խոսքով առաջիկա շաբաթվա ընթացքում լինելու են գրեթե բոլոր բակերում, այս 3 օրերին Գյումրիի շատ թաղամասերում են եղել։ Այդ այցերի մի մասը չի լուսաբանվել, մարդիկ չեն ուզում տեսախցիկի առաջ երևալ, վախենում են, նկատում է քաղաքապետի տեխնացուն։ Թաղի բնակիչները օրինակ ասում են, չգիտեմ, մի երկու տուն են կողմ մարդ է ապրում, չենք ուզում, որ ինքը տեսնի մենք ինչ ենք ասում, որովհետև կարող է ինչ-որ գա խնդիրներ առաջացնի, հա։ Նման մթնոլորտ Գյումրիում հավատացեք երբեք չի եղել։ Որ Գյումրին զարգանա, Իմ հզոր համայն կուսակցության քաղաքապետի տեխնացուն խոստանում է բիզնես ծրագրերին արտոնություններ տալ, օգնել սուբսիդիաներով։ Որովհետև այսօր Գյումրիում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 2022 թվականից եկել են ու հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ են հիմնել, փաստացի տուրիստական հոսքի 80%-ով նվազելուց հետո այդ մարդիկ խնդիրներ ունեն իրենց սեփական բիզնեսները պահելու համար։ Իրենց առաջնային նպատակներից է նաև զարգացնել մշակութային քաղաքի զբոսաշրջությունը։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոպյան և Աշոտ Մնոյան, Հայլուր։